էլի հիշացնեմ, երբ որ ես ասում եմ շուռ տված, դա չի նշանակում հայերի մասին է, որոնք ապրում են Վրաստանում։ Դա միայն այն հայերի մասին է, Վրաստանում ապրող, որոնք դարել են ցկնի փսի տուտուսների մոտ, որոնք տուտուսների ոտերի տակի փալասն են ու ամեն ինչով պաշտպանում են տուտուսներին, վարքաբեկելով Հայաստանը ու հայերին, հարձակվելով Հայաստանի վրա ու հայերի վրա։ Էդ են հայերն են շուտվածները, որոնք օրինակ գալիս են ասում են մենք շատ լավ ենք ապրում Վրաստանում, մեզ իրանք ոչ մի վատ բան չեն անում, ու գնում ես նայում ես իրանց էջերը ու հասկանում ես, որ դրանք լրիվ խոտակեր են, չպետք է իրանց վատ բան ասեն, երբ որ իրանց էջը ամբողջի Վրաստանի մասին, վրացական դրոշն է դրած, Վրաստանն են գովաբանում, վրացական կինոներ ու երգեր են լսում, բա ինչը ձեզ ասեն վրացիները, ինչը ձեզ կպնեն, ինչի վատ վերաբերվեն, ձեր էջում մի հատ չկա հայկական դրոշ, ձեր էջում ամենաշատը ինչ ռիսկ եք անում, դնում եք հայկական երգեր էլի, բիզավիդնի նիտրալնի բաներ, մի հատ դրեք հայկական պատմության մասին, մի հատ Տիգրան Մեծի մասին դրեք, տեսեք ինչ կասեն ձեզ, ձեր սիրելի վրացի ընկերները, բմբլահան կանեն ձեզ, կասեն չկա, Տիգրան Մեծ գոյություն չի ունեցել, կասեն Տիգրան դինոզավր, դուք չեք դրել երբևիցե Տիգրան Մեծի նկարը, իրա քարտեզը դրեք, մի հատ ծովից ծով Հայաստանի քարտեզը դրեք, ինչա դուք չգիտեք, որ Հայաստանը ծովից ծով ա եղել, բա դրեք մի հատ քարտեզ ձեր էջում, խոտակերներ, շուռ տված հալասներ վրացիների ոտի տակի, բայց այսօր խոսքս իրանց մասին չի, պրինցիպի, այսօր խոսքս Վրաստանի իսկական հայերի մասին է, այ իրանք ավելի ուժեղ հայ են, քան մենք, ու ես շատ ունեմ ընկերներ, ու իմ մոտ էլ գրում են իմ էջում, Դավիթ, պրիվետ, Ժաննա, պրիվետ, ու շատերը, իսկական հայ են, ու մեզանից ավելի լավ հայ են, գիտեք ինչի, որովհետև իրանք ապրում են այս ֆաշիստների մեջ, որտեղ Հայաստանը ու հայերը քարկոծվում են, որտեղ հայերին թույլ չի տրվում ասել, որ իրանք ծովից ծով Հայաստան են ունեցել, Տիգրան Մեծ են ունեցել, Մեսրոպ ու Մաշտոց ու Խորենացի են ունեցել, բայց իրանք սորավնո ասում են, սորավնո իրանք իրանց էջերում գրում են, իրանք իրանց իրական կյանքում ասում են, իրանք քարոզում են Հայաստանը ու հայ ազգը, այ այդ պայմաններում մարդ ապրի ու դեռ լինի հայ, մնա մաքուր հայ ու դեռ քարոզի հայ լինելը շատ դժվար է, ոնց որ պատկերացրեք Օսմանյան կայսրությունում հայերը դուրս գային ու ամենտեղ ասեն մենք հայ ենք, այս ամեն ինչը հայկական է, կամ հրեաները ֆաշիստական Գերմանիայում նույն ձևը Վրաստանում, երբ որ դու չես կարա ոչ մի բան ասես Հայաստանի մասին լավ, մի հատ հանկարծ ասես ընդեղ, որ դու Հայաստանը ավելի ես հավանում, քան Վրաստանը, կամ ասես Երևանը ավելի սիրուն քաղաք է, քան Թիֆլիսը, բմբլահան կանեն, այդ պայմաններում, որ այս հայերը 50% հայը շուռ տված են, պրիչոմ իմ բարեկամների 90%-ը շուռ տված է, դեռ են վաղ, հələ որ ես երեխա ես չէի հասկանում, գնում էի տատիկիս տուն, դե մամաս Թիֆլիսեցի է, չէ, գնում էի մեր բարեկամների մոտ ու իրանք ինձ, հələ որ երեխա էի, ասում էին, որ մեր Թիֆլիսը ձեր Երևանից սիրուն է, ես էլ սկսում եմ Երևանը պաշտպանել, բայց չէի հասկանում, էլ ուղղակի դիսկոմֆորտ էր, ուղղակի նիպրիատներ, բայց չէի հասկանում իրոք իմաստը, շուռ տված բարեկամներիս, պատկերացնում եք, մամաս ինձ ասում է, բարեկամուհու անունը տալի իմ տարեքի կնոջ ու ասում է, որ քեզ խնդրելա, որ իրան մի հատ գրես իր այդ խոսաս, հələ մինչև ես հոլովակներս անել է, ինքը չգիտեր, որ ես հոլովակներ եմ անում, հələ չէի անում, ինքն է չգիտեր, պրոստի գիտեր հաջող ամուսնացած եմ, ամեն ինչ լավ է, շատ բաներում կարող եմ օգնեմ, դրա համար որոշել էր իմ հետ կապ հաստատել, որ օգտվեր,
ինքն էլ վրացու հետ է ամուսնացած, երեխեքին էլ մեծացնում է որպես վրացի, ինքը միշտ շուռ տված հայ ա եղել, հիմա լրի իր տեղը գտել է։ Մամայիս ասեցի հրադարա, այդ քո բարեկամների հրադարա, ամոթ հայերնա չի կարելի, խնդրել են իր մաման, իր մորքուր, այսքան մոտիկ ենք իրար հետ, կարելի է, ասա հայերնան ասել է, շուռ տված եք, նենց որ հիմա բարեկամներս ով նայում են գիտի, հիմա արդեն գիտեն, որ ես իրանց մասին ասում եմ, որ իրանք շուռ տված են, ու զզվում եմ իրանցից, չեմ գնում իրանց մոտ, իրանք արժանի չեն, թող իրան գնան շարունակեն վրացիների ոտերը լպստելը, ոտերը լվանալը, ջուրը խմելը, ինչ որ միշտ արել եք բարեկամներս։ Ես էլ ասեմ, որ դրանց հետ միասին ամենալավ հայերը Վրաստանում են ապրում, մեզանից լավ են, այդ պայմաններում, որ հայ են մնացել, հայկական գործը շարունակում են, մեզանից լավն են, մեզանից ռիսկով են, հա, ինձ ինչ կալ, ես իրանցից հեռու եմ, խոսում եմ, բայց իրանք իրանց մոտ են խոսում, ու այդ իսկական ռիսկը, այդ իսկական քաջությունը, իսկական հայ լինելն է, ձեզ ամենաշատն եմ սիրում Վրաստանի իսկական հայեր։